Որն է այն հաշվարկը, որ մենք սովորաբար չենք անում ներում անելիս, հա։ Ներողների հետ շատ ենք շփվում ու տենց պարբերաբար տենց բան ա գալիս, որ իմ այս բաժնետոմսերը, այս անունը եւ այս երրորդ անունը արժեթղթերի վերադարձրել ա օրինակ 60% անցած տարվա կտրվածքով, իսկ S&P կամ Nasdaq-ը, որոնք դիվերսիֆիկացված շուկաներ են, ETF-ներ են տրամադրում, իրանք վերադարձրել են, օրինակ, չգիտեմ, եկամտաբերությունը եղել ա 20-30%։ Հիմա ինչ հանց դեռ սովորաբար, որ մենք բաց ենք թողնում, դա այն է, որ մենք նաև պետք է հաշվարկենք այդ մեր պորտֆելի ռիսկը, հա, այսինքն S&P 500-ի ռիսկը մոտավորապես 19% տատանումները տարեկան, իսկ օրինակ մեր պորտֆելի ռիսկը ու տատանումները սովորաբար չենք հաշվարկում, նայում ենք զուտ եկամտաբերության թվերին, մի քիչ գրաֆիկական ձևով ներկայացնեմ, S&P տատանումը կարող է sense լինի, իսկ մեր բաժնետոմսերի, որոնք հատուկ են բաժնետոմսեր են, շատ ավելի բարձր կարող է լինի։ Ոնց դրա պետք է այդ երկու կտորը հաշվարկել, որտեղ եթե ինչ որ բան շատ ավելի շատ է բարձրանում կամ միջինացված շուկան, կարա տենց լինի, որ նաև երբ որ շուկան ավելի թուլանում է, կարող է նաև նույն չափով կամ ավելի շատ ընկնի։ Ու այդ ռիսկն է, որ շատ կարևոր է ներդրումային ոլորտում։ Դա տարբեր ձևերով մասնագիտացած կարելի է չափել, ամենահեշտը standard շեղումն է, ստանդարտ շեղումը կամ standard deviation-ը, բայց կա նաև այլ գործիքներ, Sharpe ratio, բետաներ եւ այլն եւ այլն։ Բայց այդ մասը շատ կարևոր է հաշվի առնել։ Դե չգիտեմ, եթե մանրամասները պետք կարող եք գրել եւ ըստ դրա կարծրակենք։